Առանձնապես ոչ մի բան լրիվ համաձայն եմ պարոն Ղազարյանի ասածների հետ։ Նիկոլ Փաշինյանը առաջի օրից 2018 թվականին իշխանության գալուց իր թիրախում է ունեցել հայ առաքելական Սուրբ եկեղեցին, դա ոչ մեկի համար գաղտնիք չի, դա ոչ մեկի համար նորություն չի, եւ այդ արշավը շարունակվում է։ Իմ կարծիքով սա նաեւ լավ հնարավորություն է արագ համախմբվելու եկեղեցու օրհնությամբ, Հայրապետի օրհնությամբ համախմբվելու եւ impeachment-ի գործընթացը, որի միակ այսպես խոչընդոտը այս պահի դրությամբ ընդդիմության կողմից տեխնացուի բացակայությունն է եւ այս պահին տեխնացուի շուրջ բանակցություններ են ընթանում, այսինքն այս պահին չկա տեխնացու։ Այդ բանակցությունները դրական կառուցողական հուն կարող են մտնել, եթե եկեղեցական բարձրաստիճան եկեղեցական ինքս առաջարկել եմ Աշոտ Սրբազանի տեխնացունա, անկեղծ իր հետ չխորհրդակցելով ուղղակի իմ սրտի ցանկությունն եմ բարձրաձայնել, բարձրաստիճան հոգեվորական առաջնորդի այս ամեն ինչը եւ հասցնենք իրավական լուծման։ Նաեւ ես լսեցի բանադրության մասին, խոսակցություններ էին գնում, ցավոք սրտի բանադրություն չի կարող լինել, որովհետեւ բանադրվում են միայն եկեղեցու ներսում գտնվող այսինքն հավատացյալների վրա է տարածվում բանադրության կանոնը, անաֆեմայի կանոնը, իսկ դժվար է Նիկոլ Փաշինյանին անվանել հայ առաքելական եկեղեցու հետևորդ, այսինքն մարդը եթե եկեղեցու հետևորդ չի, հետևաբար նա բանադրանքի տակ չի կարող ընկնել, այսինքն վերաբերվում է միայն առաքելական եկեղեցու հետևորդներին։ Առավելագույն այս պահի դրությամբ, որը եկեղեցու գործիքակազմից որ կա, դա նզովքի այսպես գործիքն է, որը կարող է տարածվել նաև առաքելական եկեղեցուց դուրս գտնվող անձանց վրա, դա իմ հիշելով շատ հազվադեպ է կիրառվել եկեղեցու պատմության մեջ, թե բանադրանքը, թե նզովքը, սակայն այս պահին մենք տեսնում ենք, որ դա շատ կիրառելի գործիք է, սա այսպես ասած էսթետիկ առումով, իսկ ոչ էսթետիկ կիրառական առումով, այսինքն չարիքից ազատվելու առումով, եկեղեցին կարող է իր բարձր դերակատարում ունենալ ընդդիմադիր այս պարակտված ոչ համախմբված իրավիճակին վերջ տալու մարդկանց, սովորական մարդկանց, մերպես մարդկանց սպասումներին ընդառաջ գնալու եւ այս անվստահության գործընթացը գլուխ բերելու գործում։ Իմ կարծիքով ամենալավ բանակցող կարող է լինել եկեղեցին, թեկուզ եթե նույնիսկ տեխնացություն չառաջադրվի եկեղեցու կողմից, ինչը շատ կցանկանայի որ լիներ, բայց գոնե բանակցային առումով շատ ավելի շահեկան դիրքեր կլինի, եթե այդ բանակցությունը ենթադրենք իր վրա վերցնի ամենահայաց կաթողիկոսը կամ եկեղեցու Սրբազան հայրերից մեկը, այլ ոչ թե ես եւ Ղազարյանը։